Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է դեկտեմբերի 22-ի համար։ Օրը երկուշաբթի է, եւ երեկ ես եղա ուղիղ եթերում այն ժամանակ խոսեցի գրքի վերաբերյալ, ասեցի խնդիրները, որոնք որ ինչու են ուշանում, եւ նոր բաներ եմ առաջարկել, կարող եք լսել, ում որ հետաքրքրում է, որովհետև դա միայն լուսնային ինչի որ վերաբերվում է, հա, այնտեղ լուսնայինը ոնց որ անպայման է, բայց նաև կողքից հնարավոր են նաև քարտեր, հնարավոր են նաև աստղաբանություն, մի խոսքով ինքը փակ խումբ է, ես արդեն ասել եմ, կարող եք լսել, նայել ուղիղ եթերը, կարող եք մտնել Edge, ալիք իմ, փնտրել այնտեղ ուղիղ եթերի բաժինը եւ նայել վերջին ուղիղ եթերը։ Սկզբում եմ ասում, հա, հետո ուղղակի մենք զրուցում ենք բնականաբար, ինչպես որ միշտ է լինում, սկզբում եմ ասել այդ տեղեկատվությունը։ Ովքեր որ հարցեր ունեն, կարող եք գրել admin-ին, բայց ձեզ կուղարկեն տվյալները Facebook-ի, WhatsApp-ի կամ այնտեղ ով է Telegram-ի, միայն այն դեպքում, հա, միայն վճարից հետո, որովհետև իրենք փակ են եւ դուք չեք կարող ինքնուրույն մուտք գործել այնտեղ, հա, կամ դիմել, որպեսզի ձեզ ընդունեն այնտեղ, որովհետև դուք չեք տեսնում այդ խմբերը։ Նույնն էլ մյուսները։ Ես ընդհանրապես խորհուրդ կտայի ավելի շատ Facebook-ը, որովհետև Facebook-ում ես կարող եմ հիմնել առանձին պապկաներ, որտեղ որ կլինի օրինակ հունվարի մասին, օրինակ քարտերի մասին, աստղաբանության մասին, մի տեսակ ավելի կկարողանամ ճիշտ դասավորել իմ ասածը։ Իսկ այնպես պետք է ուղղակի փնտրել։ Չգիտեմ, Telegram-ում կկարողանամ ոչ ինչ որ պապկաներ ստեղծել։ Եթե կարողանամ, ապա այնտեղ էլ եւս կստեղծեմ։ Եթե ոչ, արդեն պետք է ուղղակի փնտրեք այդ տեղեկատվությունը։ Խմբերը աշխատելու են հունվարի 1-ից։ Հունվարի 1-ից արդեն այնտեղ տեղեկություններ կսկսեն։ Դե ովքեր որ կլսեն լուսնայինը, ովքեր որ հնարավորություն չունեն գրանցվելու, գրանցվում եք ընդամենը 1 տարվա համար։ Ամբողջ տեղեկությունը ես ասում եմ ուղիղ եթերի ժամանակ եւ տվյալները կամ ում փոխանցում եք իդեպ Ֆրանսիա, այնտեղ ավելի հեշտ է, չնայած հիմա ես եւս Ֆրանսիայում եմ, բայց այստեղ ավելի հեշտ է, ըստ ինձ, քան մեկ այլ երկրում։ Այստեղ մարդիկ կան, ովքեր ստանում են հատուկ նպատակի համար է դա օգտագործվում, բոլորդ շատ լավ գիտեք, ստանում են այստեղ իմ աշխատողներից եւ այնտեղ արդեն ինքը կառավարում է այդ գումարները։ Իսկ Հայաստան չեք կարողանում փոխանցել, որովհետև այնտեղ մարդ չկա, որ վերցնի, մայրս աշխատում է մինչև երեկոյան ժամը 10-ը, գիտեք, Հայաստանի պայմանները ահավոր են եւ աշխատանքը եւս երկար է տևում, ինչը որ ես միշտ խոսում եմ, բայց միևնույնն է մայրս չի լսում։ Դե ինքը թխվածքներ է պատրաստում եւ ոնց որ երբ վերջացրեց այդ վիճակն է այնտեղ, ոչ թե հստակ սահմանված ժամ կա։ Ժամը 10-ին, 11-ին մեկ էլ կգրի նոր եմ տուն մտել։ Ինքը չի կարող ընթացքում դուրս գալ, գումարը ստանալ, ինչեւ շաբաթ անգամ կան, որ կիրակի էլ է աշխատում։ Այնպես որ դրա համար, հա, այնտեղ մայրս պետք է վերցնի, չի կարող վերցնել եւ ես ուրիշ ոչ ոքին այդպես չեմ ճանաչում, չեմ կարող վստահել այդ գումարները, որովհետեւ հետո ինչ պետք է անի դա, այդ գումարները հատուկ նախատեսված են։ Ես այստեղից Հայաստան չեմ կարող քաշքշուկների մեջ ընկնել։ Դրա համար ավելի լավ է ուղարկեք Ֆրանսիա, Ֆրանսիայում անուն ազգանունով Հայաստանից կարող շատ հեշտությամբ ուղարկել եւ իրենք այստեղ կստանան։ Դե մշտապես այդպես է եղել եւ իրենք հետո կառավարել են, որովհետեւ ընդհանրապես ում որ աջակցվում է, այդ մարդկանց տվյալները ինքը ունի։ Եվ բնականաբար ամանոր է, մեր երեխաներին նույնպես պետք է աջակցել։ Այսքանը, իսկ հիմա անցնենք արդեն կանխատեսմանը, եթե ինչ-որ հարցեր կլինեն, կարող եք լսել ուղիղ եթերը, նաև այս տեսանյութի ներքևում կգրեմ Viber-ի համար, ովքեր որ չգիտեն, նաև եթե ուշադիր լինեք, այնտեղ վերնագրի տակ
կան բոլոր տվյալները իմ ալիքների եւ նաեւ Facebook-ի։ Կարող եք սեղմել եւ մտնել Facebook եւ այնտեղ գրանցվել, հետո այնտեղ գրել եւ ան ձեզ կպատասխանի ինչպես պետք է վճարել, ինչպես պետք է մուտք գործել այդտեղ։ Կապ չունի դուք հիմա եք վճարում հունվարի 1-ից է աշխատում, թե ոչ, հունվարի 5-ին կարող եք օրինակ մտնել, մինչև հաջորդ տարի հունվարի 5-ը, այդպես ամբողջը գրանցվում է, մտնելուց անպայման ձեր տվյալներն եք թողնում, անուն, ազգանուն, ծննդյան պարտադիր, հա, ծննդյան ամսա թվերը, եթե գիտեք ժամը, որովհետև այնտեղ ձեր հետ կապված տեղեկություններ են լինելու։ Այսքանը ձեզ համար տանում եմ այս ամբողջը հետս։ Փորձում եմ նայել նկարներին, վիդեոյին, նույն կերպ կազմակերպել ամեն ինչը։ Ինչ արած։ Այստեղից այնտեղ տեղափոխվել այդքան էլ էս չի, եւ ես երեք ասեցի ինչու եմ Ֆրանսիա։ Եվ իհարկե այս միայն երկուշաբթի օրվանը կլինի, հետո արդեն կանցնեմ ֆինանսականը, որոշ ֆինանսական կանխատեսումներ եւս այսօր կփորձեմ անել։ Գնամ տվյալ մարդկանց տուն գամ եւ կանամ։ Կամ կարող է երեկոյան գնամ, որովհետեւ արդեն վաղը պետք է հետ վերադառնամ։ Ահա, այսքանը տեղեկության հետ կապված։ Գնանք արդեն խոյերին, ես չեմ էլ լավանում ոնց որ։ Ինչ է սպասվում խոյերին դեկտեմբերի 22-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը ինչ-որ մի բան է ձեզ ցավեցնում, հնարավոր է օձերն են, օձի վերաբերմունքն է, բայց չեք տխրում։ Նա ինչ-որ բան է, որը ցավեցնում է ձեզ։ Նաև այդ օրը հրավերք կունենաք որևիցե առիթի, երեխաների հետ կապված ոչ իրադարձություններ են, միգուցե դա է առիթ է, կամ հղիություն է, ծննդաբերություն է այստեղ, կամ ինչ-որ բաներ են, երեխաների հետ կարող եք ինչ-որ մի տեղ գնալ, գնաք օրինակ ամանորյա առևտուրն անեք, նաև այդ օրը գումար կստանաք, գումար կծախսեք, ժամը ձեզ համար շատ կարևոր է կամ ուշ ժամի տուն կվերադառնաք կամ կարող ժամ եք պայմանավորվել ինչ-որ մեկի հետ եւ ձեզ համար շատ կարևոր է ժամը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին դեկտեմբերի 22-ին։
Հարգելի ցուլեր, այդ օրը ինչ-որ մեկին կհանդիպեք, հանդիպում ունեք, նորություն կլսեք, նաև օրվա ընթացքում կցանկանաք պարկել, հանգստանալ, միգուցե նաև քնում եք։ Նաև դա ինտիմ հարաբերություններ է ոմանց համար, ուրախ կլինեք, տրամադրությունը բարձր կլինի, հեռախոսազանգ կունենաք եւ որը ձեր ձեռքում է, ձեզանից է կախված, ճանապարհ կարող եք գնալ կամ երբ գնաք, ուր գնաք հասնեք, հա, եթե երկար ճանապարհ եք գնալու, այդ ամեն ինչ ոնց որ ձեր ձեռքերում է։ Այսքանը ձեզ համար, այստեղ էլ ոնց որ զնգում։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Դատարկել եմ այս տարածքը, գիտեք, արդեն տեղափոխվել եմ, մնացել է այստեղ։ Ամբողջությամբ զնգում եմ բոլոր տները։ Այսքանը ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկվորյակների։ Ինչ է սպասվում եկվորյակներին դեկտեմբերի 22-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը ինչ-որ բաներ չունեք։ Տհաճ պահեր են այստեղ, որոնք որ առկա են, նաև հեռախոսազանգ ունեք։ Ուրիշ ոչինչ չկա, ուզում եմ, բայց չեմ թողել։ Ինչ-որ բաներ պետք է լինեն ձեր կյանքում, բայց չեն լինում։ Նայեք նաև ձեր ասցենդենտի կամ լուսնային նշան, այդպես կոնե ինչ-որ տեղեկատվություն կարող եք ստանալ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին դեկտեմբերի 22-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը հանկարծակի լուր կլսեք, նաև հյուրեր կընդունեք կամ դուք կգնաք հյուր։ Միգուցե նաև ինչ-որ սուտ է բացահայտվում այդ հանկարծակի լուրի միջոցով։ Կամ այն ինչ-որ կա սուտ է, ինչ-որ բացահայտվում է սուտ է։ Ես տունն էլ արձագանքում ջղայնանում եմ խոսելուց։ Բավականին որ արձագանքում եք, այդ հավասար ոնց որ ինչ-որ մեկն էլ է խոսում։ Նաև
ինչ-որ գործեր կորոշեք, կանեք, կավարտեք, վերջնական որոշում կկայացնեք, նորություն կլսեք, նաև հրավեր կվեցի առիթի։ Միգուցե ձերն է, հա, դուք եք օրինակ այդ առիթի հետ կապված ամեն ինչ անում ավարտում, վերջացնում։ Եվ այդ օրը սպասման մեջ եք լինելու, ինչ-որ մարդկանց կարող եք սպասել, ոմանք կարող են ընդունվել աշխատանքի, ոմանք հարցազրույցի, կամ սպասում եք, որպեսզի ասեք, որ շուտ եք դուրս գալու, հա, ոնց որ սպասում եք մենեջերին, տնօրենին, որպեսզի ասեք, որ շուտ եք դուրս գալու, նաև դա պետական աշխատող է, հետ այդ օրը կարող եք հանդիպել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք առույցների։ Ինչ է սպասվում առույցներին դեկտեմբերի 22-ին։ Հարգելի առույցներ, այդ օրը պետական հիմնարկության հետ կապված 6 հարցեր ունեք։ Հնարավոր է ուսման կենտրոն է, հնարավոր է բժշկական կենտրոն է, հա, ինչ-որ մի տեղ է։ Եվ ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, նաև գումար կստանաք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին դեկտեմբերի 22-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ, նաև ինչ-որ բան է ձեզ ցավեցնում, կարող եք տխրել, կարող եք հիասթափվել եւ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ անպայման երկար մտածեք նոր հետո ինչ-որ մի բան արեք, կամ շտապեք ինչ-որ բաներ անելու համար։ Եվ ոմանք էլ կարող են հանդիպել իրենց ընկերոջը եւ սիրված զգան իրենց, հա, ոնց որ վաղուց չեք տեսել եւ իրար հետ երկար մնաք ինչ-որ միտեղ։ Եվ գործերն է կմնան, գործերը չեք հասցնի ավարտել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնանք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքներին դեկտեմբերի 22-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը հանդիպում ունեք ինչ-որ մարդու հետ, նաև նամակագրական կապի մեջ կլինեք, գուցե նամակով իր հետ խոսում եք, հետո եք հանդիպում, նաև դա փաստաթուղթ է, ստորագրում եք, տալիս են ձեզ, վերցնում եք, ինչ-որ բան եք ուղարկում, այդպես։ Նաև ոմանք ունեն թաքուն սիրային հարաբերություններ, թաքուն եռանկյուն հարաբերություններ, կարող եք հանդիպել տվյալ անձնավորության հետ, նաև սա թաքուն գործողություններ են, որոնք որ դուք եք անում։ Եվ իհարկե այստեղ ունեք սուտ, միգուցե դա է, հա, ինչ-որ բան սուտ եք անում, հա, սուտ եք խոսում, կարող թաքուն բաներ եք անում, ինչ-որ անակնկալ եք անում եւ ստիպված սուտ եք խոսում։ Ինչ-որ հարցում հաղթանակած դուրս կգաք, ինչ-որ մի բանը ձեր օգտին է ավարտվելու, հաջողություն ունեք ձեր գործերում, ձեր ինչ-որ անում եք այդ օրը, ձեր բիզնեսում, ձեր աշխատանքում, ինչ-որ միտեղ կգնաք երկար կմնաք, որտեղ սեղանի շուրջ եք նստելու, նաև երջանիկ ձեզ կզգաք, դրա համար կարող եք երկար մնալ այնտեղ։ Եվ իհարկե դա յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք, հետո նոր արեք։ Յուրաքանչյուր բան թեկուզ այնտեղ, եթե ինչ-որ մի բան պետք է ստորագրեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին դեկտեմբերի 22-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը գնայք սեղանի շուրջ եք նստելու, նաև այստեղ ինչ-որ ցավ եք հաջողությամբ հաղթահարում, ցավը կարողանում եք հաղթահարել։ Եվ հանդիպում շփում կունենաք ձեզ համար մտերիմ ընկերոջ հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին դեկտեմբերի 22-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը սեղանի շուրջ եք նստելու, նաև կարող եք ինչ-որ մի բանից հիասթափվել կամ ինչ-որ մեկից հիասթափվել, միգուցե սեղանի շուրջ գտնվելու ժամանակ, միգուցե նաև սա ինչ-որ մի բանից տխրում եք, եւ հետո ծանրութ հետև կանեք, ինչ-որ բաներ կան, այդպես կմտածեք, միգուցե կասկածներ է մտնում ձեր մեջ, միգուցե ինչ-որ բաներ տատանվում եք։ Նաև ոմանք կամ թաքուն գործողություններ կանեն, կամ նաև այստեղ եռանկյուն հարաբերություններ է կամ թաքուն սիրային հարաբերություններ է, այդ որ կարող եք հանդիպել։ Նաև գումար եք ստանալու եւ հաջողություն ունեք ձեր գործերում, ձեր աշխատանքում այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրների։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին դեկտեմբերի 22-ին։ Հարգելի այդ եղջյուրներ, այդ օրը ինչ-որ բան է ձեզ երջանկացնելու, նաև որոշ գործեր կմնան չեք հասցնում ավարտել, ուզվում եք, միգուցե արտասվում եք, միգուցե երջանկության արդյունքներ են, նաև օձեր կան, չար վերաբերմունք, վատ վերաբերմունք, այդպես, ինչ-որ վատ խոսակցություններ, նաև ինչ-որ հաջողությամբ գնումներ կանեք, միգուցե կամ նվեր եք ստանում, որը ձեր սրտով էր, կամ նվեր եք գնում, որը եւս էլի ձեր սրտով էր, ոնց որ հաջողությամբ այդ ամեն ինչ կանեք։ Եվ գումար եք ծախսելու։ Դե երևի արդեն նվերի վրա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսների։
Ինչ է սպասվում ջրհոսներին դեկտեմբերի 22-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը առավոտյան ինչ-որ մի բան է ձեզ տխրեցնում կամ նաև հիասթափվում եք ինչ-որ բանից, ինչ-որ մեկից, նաև հետո հաջողություն ունեք ձեր գործերում, նաև երեխաների հետ կապված ոչ իրադարձություններ են, որոնք որ պետք է անեք, նշեք եւ այլն, կա առիթ է, կա հղիությունը, ծննդաբերությունը, ինչ-որ մի բան են երեխաների հետ կապված։ Նաև հանկարծակի լուր կլսեք այդ օրը, օրը ձեր ձեռքում է գումարը ծախսելու համար, թե ինչքան գումար կծախսեք, նաև գումարի մասին կարող խոսել, արժեքի մասին կարող խոսել, թե ինչքան արժեք կասեք, որքան եւ այլն։ Ժամը ձեզ համար շատ կարևոր է, ժամին ուշադրություն դարձրեք, նաև դա ուժամին տուն գալ է այս պահին։ Եվ ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք արդեն հետո երեկոյան երևի թե։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին դեկտեմբերի 22-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը առավոտյան կամ շուտ եք արթնանալու կամ կարող եք երկար քնել, ինչ-որ միտեղ կարող եք երկար գնալ, մնալ, նաև սա նաև ինտիմ հարաբերություններ է ոմանց համար եւ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ լավ մտածեք նոր, որովհետեւ գաղտնիք է բացահայտվելու, միգուցե դրա հետ է կապված։ Եվ օրվա ընթացքում հույս ունեք, հույսը դրել եք ինչ-որ մեկի վրա, ինչ-որ բանի վրա, հույսով սպասում եք, այդպես, ինչ-որ մեկից կարող եք հեռանալ, ինչ-որ բանից կարող եք հեռանալ, ինչ-որ բան կարող եք անել, ավարտել եւ տալ ինչ-որ մեկին, այդպես հեռացնել դա ձեզանից եւ գումար եք ստանալու այդ օրը։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։